Նախ եւ առաջ մենք փոքր տնտեսություն ունեցող երկիր ենք։ Եվ մենք ասում ենք, որ դա ամենևին էլ դատավճիռ չէ։ Դա մի իրողություն է, որը որ դու վերցնում ես, հաշվի ես նստում, հետո տեսնում ես, թե ինչպես պետք է հաղթահարես քո փոքրությունը, ճակերտավոր ասած փոքրությունը։ Իսկ համաշխարհային տնտեսության պատմության մեջ կան հաջողված օրինակներ, որ համադրելի երկրների փորձը դու տեսնում ես եւ տեսնում ես, որ ամեն մի ոլորտային առումով դու կարող ես այդ անցած ճանապարհը կիրառել եւ նրանց ձեռքբերումները որպես դաս քաղել եւ քո համար դնել տնտեսական քաղաքականության հիմքում։ Օրինակ, մենք բոլորս գիտենք, որ բարձր զարգացած ինստիտուցիոնալ կարողություններ ունեցող երկիրը պետական կառավարման համակարգի առումով այդ երկրներն են, որտեղ գործընթացները սովորաբար ավելի արագ են ընթանում եւ հանրային ծառայությունների ինքնարժեքն է իջնում եւ ընդհանրապես մասնավոր հատվածի հետ շփումներում մասնավոր հատվածը նաեւ ունենում է իր ապրանքների եւ ծառայությունների թողարկման հետ կապված նաեւ շրջապտույտի առումով արագություն։ Հետևաբար կիրառելի է օրինակ Էստոնիայի փորձը, որտեղ որ պետական կառավարման համակարգի ամբողջական թվայնացումը կարելի է կիրառել Հայաստանում։ Մենք գիտենք, որ տնտեսական քաղաքականություն եւ հարկային քաղաքականություն կապը պետքա անշրջելիորեն իրար հետ խարսխված լինի։ Ոչ թե այնպես ինչպես կա Հայաստանում։ Տնտեսական քաղաքականություն չկա, իսկ հարկային քաղաքականությունը իր ավտոնոմ եւ անկախ կյանքով է ապրում։ Իր արժև դնում է խնդիրներ, որոնք մենակ ֆիսկալ եւ գանձարանային են։ Հետևաբար պետք է նայել օրինակ Իռլանդիայի փորձը տեսնել, թե ինչպես կարող է ձևավորել այնպիսի հարկային համակարգ, որը նաեւ հարկային առումով գրավիչ է այլ երկրներին, որպիսի այսպես ասած մուլտիազգային ընկերությունները Հայաստանում անպայման ունենան իրենց մասնաճյուղերն ու իրենց ներկայացությունները։ Իսրայելի փորձը։ Մենք տեսնում ենք, որ փոքր Իսրայելը տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ շրջապատված լինելով արաբական աշխարհով եւ ակնհայտորեն ոչ բարեկամաբար տրամադրված արաբական աշխարհով ինքը իր ռազմաարդյունաբերությունը հասցրել է այնպիսի մակարդակի, որ համ մատակարարում է իր ներքին պահանջմունքները, համ նաեւ կարողանում է դառնում է նաեւ արդյունաբերության արտահանելի ճյուղ։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես Իսրայելը կարողանում է իր ռազմաարդյունաբերական արտադրանքը կիրառել նաև քաղաքացիական նպատակներով։ Սա դաս է մեր համար, այո, մենք պետք է ունենանք այնպիսի ռազմաարդյունաբերություն, որը կարողանանք կիրառել թե քաղաքացիական նպատակներով, թե ռազմական նպատակներով, մենք պետք է արտադրենք այնպիսի ռազմաարդյունաբերական արտադրանք, որը պետք է պահանջված լինի ամբողջ աշխարհով։ Եվ այսպես շարունակ։ Այսինքն փոքր տնտեսություն ունենալը դա դեռևս դատավճիռ չի։ Մենք ինչ ենք ասում։ Ասում ենք, որ այսօրվա տնտեսական մոդելը ինքը լավը չի։ Սպառման վրա հիմնված տնտեսական մոդելը։ Այսինքն մենք զարգանում ենք մեր ներքին սպառման հաշվին։ Առևտրով, ծառայություններով, բազմաբնակարանային շինարարությամբ, որը եւս սպառման մի տեսակ է, որովհետեւ մարդիկ գնում են բնակարաններ իրենց անձնական կարիքների համար։ Մենք ասում ենք, որ մոդելը պետք է դառնա արդյունաբերական եւ արտահանելի։ Մենք պետք է տրամագծորեն փոխենք կառուցվածքային առումով փոխենք մեր տնտեսությունը։ Այդ առումով մենք պետք է արդյունաբերական գոտիներ ստեղծենք մեր ամբողջ Հայաստանով մեկ։ Արդյունաբերական գոտիները լինելու են ոչ մենակ արդյունաբերականացման նպատակին սպասարկելու համար, այլ նաև լինելու են տարածքային համաչափ զարգացման համար շատ կարևոր ենթահամակարգեր։ Իրենք ունենալու են տեղական փոքր ու միջին ձեռնարկատիրությանը զարգացնելու եւ իրենց մատակարարման շղթաներում առնվազն 40%-ը փոքր ու միջին ձեռնարկություններից ձեռբերումների այդպիսի պահանջ իրավական։ Դա նշանակում է, որ նաեւ արդյունաբերական գոտիներում շահագործողներն ու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողները ունենալու են իրավական եւ կառուցողական պարտականություն այդպիսի կարողություններ զարգացնել այն տարածաշրջանային վայրերում, այն համայնքներում եւ բնակավայրերում, որտեղ
այդպիսի ձեռնարկատիրությունը դեռ զարգացած չի։ Վերջի վերջո մենք պետք է ամբողջ հարկային համակարգը փոխենք, փիլիսոփայությունը հարկման համակարգի, ինչու, որտեղ եթե սպառման մոդելը փոխարինում ենք արդյունաբերական մոդելով, արտահանելի մոդելով, մենք պետք է դադարենք հարկել սպառումը, այդ նշանակում է շրջանառության հարկը անմիջապես պետք է մենք վերացնենք, ավելացված արժեքի հարկը աստիճանաբար պետք է վերացնենք եւ պետք է փոխարինենք այն 5% շատ պարզ եւ պարզ վարչարարությամբ հարկով։ Սա նշանակում է, որ մենք առնվազն փոքր ու միջին ձեռնարկատիրության համար մեր առաջարկած հարկային մոդելը, օրինակ, առևտրական ընկերությունների համար շուրջ 63%-ով իջեցնելու հարկային բեռը։ Բայց մինչև որ մենք նոր համակարգը դիզայն կանենք ու կներկայացնենք հանրությանը հանրային քննարկման, մենք վերադարձ ենք կատարելու նախկին իրավակարգավորումներին։ Այսինքն մինչև 25 թվականի հունվարի 1-ը գործող շրջանառության հարկի շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության համար սահմանված նախկին իրավակարգավորումներին, որպիսի այսօրվա հարկային բեռը կիսով չափ մենք նվազեցնենք, հնարավորություն տանք մանր ու միջին ձեռնարկատիրությանը մի քիչ շնչել, որպիսի մենք կարողանանք առաջարկենք նոր համակարգ։ Որպիսի ես շատ չծանրացնեմ այս տնտեսագիտական թեմաներով եւ իմ գործընկերները մեկ-մեկ ինձ ասում են, որ շատ է մասնագիտական խոսում, ասեմ հետեւյալը. տնտեսական մոդելն է ամենակարևորը։ Մենք նաև արժեթղթերի շուկայում ունենք բավականին լավ առաջարկներ։ Սյունիքի մարզի հետ կապված, տեսեք, մենք հանք-արդյունահանումը մեր արդյունաբերության բավականին էական եւ զգալի ճյուղն է, բայց մենք ըստ էության հումք արտահանող երկիր ենք։ Մենք ինչ ենք անում։ Հանքաքարը կորզում ենք ընդերքից, հարստացնում ենք, ստանում ենք խտանյութ, խտանյութը արտահանում ենք։ Բայց այդ խտանյութը իրականում շատ ավելի մեծ արժեք ստեղծող, արժեք պարունակող արտադրանքների մեջ է օգտագործվում, որոնք արտադրում թողարկվում են այլ երկրներում։ Մենք այդ տեխնոլոգիական շղթաները բերելու ենք Հայաստան, որպիսի խտանյութից հետո սկզբից առաջին շղթան, հետո երկրորդ շղթան, այսպիսի շղթայական ձևով մենք այնպես ենք անելու, որ խտանյութը մնա Հայաստանում, պատրաստի արտադրանքը արտահանվի դուրս։ Դա նշանակում է նոր գործարաններ, նոր աշխատատեղեր եւ նոր տեխնոլոգիական մշակույթ։ Այսա ինչ վերաբերում է հանքարդյունահանման ոլորտին։ Քվեարկեք միասնության թևերի օգտին։ Քվեաթերթիկ համար 6